Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 6 Ինչպես երկնավորն է, այնպես էլ երկնավորներն են։ Առաջի Կորնթացիս 15:48 Եկեղեցու գլուխն ու անդամները մի ամբողջություն են կազմում և բոլորովին նման չեն այն հրեշավոր արձանին, որ երազում տեսավ Նաբուգոդոնոսորը։ Արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, կուրծքն ու բազուկներն արծաթից, մեջքն ու ազդակները պղնձից, սրունքները երկաթից, ոտքերի մի մասը երկաթից, մի մասը կավից։ Քրիստոսի խորհրդավոր մարմինը միմյանց փոխադարձաբար բացառող մասերի անհեթեթ համադրություն չէ։ Նրա անդամները մահկանացու էին, այդ պատճառով էլ Քրիստոսը մահացավ։ Փառավորյալ գլուխն անմահ է, այդ պատճառով մարմինը ևս անմահ է, քանի որ գրված է. «Ես ապրում եմ, դուք նույնպես պիտի ապրեք»։ Ինքը մարմինը, ինչպես յուրաքանչյուր անդամն առանձին վերցված, նման է գլխին, ընտրյալ գլուխ, ընտրյալ անդամներ, ընդունված գլուխ, ընդունված անդամներ, կենդանի գլուխ, կենդանի անդամներ։ Եթե գլուխը մաքուր ոսկուց է, ապա անդամները նույնպես։ Նման երկկողմանի միությունը հիմք է հանդիսանում ամենասերտ շփման համար։ Իսկ այժմ, սիրելի ընթերցող, փորձիր պատկերացնել մարդու որդու անսահման հնազանդությունը, քո մահացած վիճակը նրա փառքի հետ օրհնյալ միության վերափոխելու նպատակով։ Դու այնքան նվաստ, այնքան անարժան ես, որ հիշելով սեփական անհարատևության մասին, ապականացումը քեզ հայր ես կոչում, որդը քեզ քույր ես կոչում, մինչդեռ Քրիստոսում այնքան հարգված ես, որ կարող ես Բարձրյալին ասել. «Աբբա Հայր», իսկ մարմնացած Աստծուն կոչել քո եղբայրն ու ամուսինը։ Եթե հին ու նշանավոր տոհմի հետնորդները լի են արժանիքներով և արժանապատվությամբ, ապա դու ավելի շատ ունես դրա հիմքերը։ Թող ամենաքչավոր, ամենաանտեսված հավատացյալն օգտվի այդ արտոնությունից։ Թող ոչ մի անհեթեթ անփութություն արգելք չհանդիսանա, որ դու հետամուտ լինես հայտնաբերել քո տոհմաբանությունը։ Թող անմիտ երկնային հետաքրքրությունները չգրավեն քո միտքը, որ դու չզրկվես Հիսուս Քրիստոսի հետ այդ փառավորյալ հոգևոր միության պատվից։